Օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, բայց որտեղից այն ձեզ նման արտահայտություն չկա եւ չի էլ լինելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցված որևէ փաստաթղթում ԵՍ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից նույնպես ստիպված եղա անդրադառնալ այս խնդրին։ Հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի խորհրդարանական վեաժողովում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։ Վարչապետը շեշտել է, որ պետք է օգտագործել այնպիսի բառամթերք, որը համաձայնեցված է կամ օգտագործվել է Վաշինգտոնյան համաձայնագրում, իսկ դա թրիփի ուղին տերմինն է։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում մասնակցել է Լիսաբոնից Երևան ուրվագծելով լայն հնարավորությունների համար Եվրոպայի ռազմավարությունը խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։ Նախարարը նշել է, որ մեր կողմից կա քաղաքական կամ Եվրամիության գործընկերները պետք է որոշում կայացնեն Հայաստանի Հանրապետության Եվրամիությունում ընդգրկվելու հետ կապված։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող համաժողովի շրջանակներում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ժողովրդավարությունը մեզ համար չափազանց թանկ է ու կարևոր եւ մենք չենք կարող նմանվել նրանց, ովքեր ժողովրդավարության գործիքներն օգտագործում են ժողովրդավարությանը վնասելու համար, հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում։ Նրա խոսքով շատ ավելի վտանգավոր է ժողովրդավարությունը պաշտպանելու կարգախոսի ներքո ժողովրդավարությունը վնասելու գործելակերպը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ծայրահեղական Համաս շարժմանը 4 օր է տալիս Գազայի խաղաղության առաջարկին արձագանքելու համար։ Նա նաև նշել է, որ Իսրայելի եւ արաբական առաջնորդները ընդունել են ծրագիրը։ Միլանի ինտերսոցիալական ցանցի իր էջում հրապարակել է այսօր սեպտեմբերի 30-ին Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի Սլավիա Պրահայի դեմ կայանալիք հանդիպման խաղային պաստառը։ Միլանյան Գրանդը պատրաստ խաղային պաստառի վրա հայտնվել է Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հերիք Մխիթարյանը։